Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոց վրա։ ԱՄՆ դաշնային իրավապահները Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում ձերբակալել են 13 անձի, որոնք կապված են հայկական կազմակերպված հանցախմբի հետ։ Բանդան գործել է Սան Ֆերնանդո հովտում։ Նրանց մեղադրում են սպանության փորձի, առևանգման, առցանց $83 միլիոն գողության, զենքի ապօրինի պահման, բանկային ու քարտային խարդախությունների մեջ։ Ձերբակալությունների ընթացքում առգրավել է շուրջ $100,000 կանխիկ գումար, 14 միավոր զենք և 3 զրահապատ մեքենա, 1 անձ դեռ որոնվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել, ընկերության տնօրեններից ու չարաշահել պաշտոնեական լիազորությունները 7 անձի մեղադրանք է առաջադրվել, սորամասերից մեկում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Պաշտպանության նախարարության և Կապալառու ընկերության միջև 2023-ի հունիսին կնքվել է պայմանագիր, որի շրջանակում շինաշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր։ Նման պայմաններում Կապալառու ընկերության տնօրենը իր մտերիմի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի հետ կազմել է ակտեր, ներառելով չկատարված աշխատանքների մասին տվյալները, ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը։ Արդյունքում Պաշտպանության նախարարությունից խաբեության եղանակով հափշտակվել է 81.176.000 դրամ։ Այնուհետև թերի կատարված աշխատանքներն ընդունելու և դրական եզրակացություններ տալու դիմաց Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձը Կապալառու ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով 10 միլիոն դրամ կաշառք, որի մի մասը ստացել է։ Մայիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել, նետվելով Երևանի հաղթանակի կամրջից։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդին տեղափոխել բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառն այն է, որ երիտասարդը ժամեր առաջ հորն է սպանել և դրանից հետո փորձել է ինքնասպան լինել։ Մայիսի 16-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան թաղամասից բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Տարոնը, պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 48 շենքի բնակարաններից մեկում Տարոնը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է ոման Մելսոյի հետ, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է Տարոնի կրծքավանդակի ձախ հատվածին, պատճառելով մարմնական վնասվածք։ Պարզվել է, որ Մելսոն հանդիսանում է 20-ամյա Մելսիկը և նրան հայտնաբերելու միջոցառումներ են իրականացվում։ Մայիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 15-ին ժամը 20:45-ի սահմաններում Տաջիկստանի քաղաքացի 27-ամյա Մաքսադ Չոն Հակոբ Հակոբյան 3 հասցեում գործող հեշտ սպասարկում ցանցային տեխնոլոգիա գրասենյակից գողացել է թվով 6 հատ համակարգիչ, պատճառելով 4.131.000 դրամի վնաս։ Մայիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում գործող Isis Technology գրասենյակի մոտից աշխատակիցը նախորդին ժամը 17-ի սահմաններում վերցրել է գրասենյակին պատկանող Tesla մակնիշի ավտոմեքենան ու փախուստի դիմել, պատճառելով $50,000 ԱՄՆ վնաս։ Մայիսի 7-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են երեխայի հեծանիվը, պատճառելով մոտ 200,000 դրամի վնաս։ Պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը, նա մայիսի 18-ին ներկայացվել է բաժնին խոստովանել արարքը և հայտնել, որ հեծանիվը վաճառել է։ Մայիսի 2-ին քրեական ոստիկանության Երևանի վարչությունում տեղեկություն է ստացվել ավազակության դեպքի վերաբերյալ օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին, հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա եւ այլ իրեր կային։ 24-ամյա օտարերկրացին մայիսի 18-ին Մայրաքաղաքի Արինբերդի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Մայիսի 19-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերվել և վարչությունը տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի երիտասարդ, վերջինս այս տարվա մայիսի 16-ից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով խափանման միջոցը կալանք։ Մայիսի 18-ին Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ, անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից խարդախության, փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Մայիսի 19-ին ահազանգ է ստացվել, որ զենք զինամթերք են թողել Արալես գյուղի գերեզմանատան տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել է Կալաշնիկով տիպի ինքնաձիգ, 5.45 մմ դրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ։
Մայիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական ու անձնական իրերը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով Մասրիկ գետից դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։ Փրկարարներն իրականացրել են մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել ու ջրից դուրս են բերել երկրորդ քաղաքացու մարմինը։ Մայիսի 21-ին 911 ծառայությունը ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ավտոճանապարհը հատվածում ավտոմեքենա է այրվում։ Պարզվել է Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում Խաստուր ռեստորանային համալիրի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի արվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 20-ին Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Անդրեասյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան ու Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Գաբրիելյանի վարած Iveco մակնիշի բեռնատարը։ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Երևան-Սևան ավտոճանապարհին, Չայնիի ոլորաններում բախվել են Mercedes եւ Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։